Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային հարկման վարչության պետ Նայրուհի Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ մեր տաղավարում քննարկում ենք պետական եկամուտների հարկային ոլորտի հետ կապված շատ կարևոր թեմա, որը մեր ռադիոլսողներին այսօր փորձել ենք մատուցել բավականին պարզ լեզվով ասած։ Ես մի բան մեջբերեմ, կարդամ, որ ինչ թեմայի ենք անդրադառնալու։ 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ։ Մի հատ հասկանանք սա ինչ ֆորում է, իրենց ինչ է ներկայացնում եւ մենք ինչի ենք անդամակցում։ ՀԶԿ գլոբալ ֆորումը, որպեսզի շատ երկար չասենք անունը, ընդհանրապես ստեղծվել է 2000-ականներից, բայց 2009 թվականներին, եթե կհիշեք այն Պանամա Փեյփերների հետ կապված, երբ որ լուրջ տեղեկատվական հոսքեր եղան, թե ովքեր օֆշորներում ինչ հարստություններ կան եւ որոնք որևիցե տեղ հայտարարագրված չեն, G20-ի երկրները որոշեցին, որ մեծ թափ տան այս տեղեկությունների փոխանակման պլատֆորմին եւ կարելի է ասել, որ 2009 թվականից ինքը նոր փուլ թևակողեց, էլի, այսինքն այս գլոբալ ֆորումը ստացավ լրիվ ուրիշ կերպարանք եւ 2009 թվականին, այսպես ասենք, էլի, այսինքն սկզբունքը դարավ նա, որ այլևս պետք է բանկային գաղտնիք որևիցե երկրում չլինի, որովհետեւ բանկային գաղտնիքի արդյունքում է ստացվում, որ նմանատիպ հարստության, չգիտեմ, ֆինանսական հոսքերի տեղաշարժ լինում օֆշորային երկրներ։ Այսինքն, որպեսզի կարողանան հարկել շահույթները այն երկրներում, որտեղ դրանք իրապես ստեղծվում են, դրա համար կարիք եղավ, այսպես ասած, վերափոխելու այս գլոբալ ֆորումը եւ 2009 թվականը կարող ենք ասել, որ շրջադարձային էր։ Մենք անդամակցել ենք 2015 թվականից, որը որ եղել է գլոբալ ֆորումի հենց առաջարկով, իրենք անմիջապես մոտենում են երկրներին, ցույց են տալիս սրա առավելությունները եւ եթե կան այդպիսիք թերությունները, թե երկրները ինչ գործեր, աշխատանքներ պետք է կատարեն անդամակցելուց հետո նաեւ, որտեղ անդամակցելը խիստ պարզեցված մի ընթացակարգ է, ընդհանրապես պետք է պետությունը հանձնառի անդամակցել եւ դրանից հետո դու արդեն պարտավոր ես իրենց ստանդարտները, սկզբունքները կիրառել։ Նու մենք 2015 թվականից սկսել ենք մեր այս շրջագայությունը որպես գլոբալ ֆորումի անդամ եւ այս պահին կարող ենք փաստել, որ մենք հանդիսանում ենք այս ֆորումի լիարժեք անդամ, ներկայացուցիչ եւ բավականին հայտնի ենք մեր ռեֆորմներով։ Տեսեք, երբ որ խոսում ենք բանկային գաղտնիք ասվածից, այստեղ հիմնականում լինում են անձնական տվյալներ, անձնական տվյալների պաշտպանության մասին ենք խոսում, մեր ռադիոլսողներին ինձ թվում է կհետաքրքրի առհասարակ, եթե մենք այս ծավալով ու տարբեր երկրներ, 171 երկիր, կարելի ասել իր բազաների դռներն է բացում մեր առաջ տվյալների, որ հարկային մարմինները կարողանում են իրար հետ շփվել այս բազաների միջոցով։ Այստեղ ինչ վտանգներ կան առհասարակ, թե այդ վտանգները արդեն կարելի ասել վերացված են մաքսիմալ կերպով։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես աշխատավոճը եւ այդ սկզբունքները, թե ինչի հիման վրա մենք աշխատում ենք, այսինքն իր գլոբալ ֆորումը մշակում է ստանդարտներ, որոնք երկրները պարտավոր են ընդունել։ Այսինքն ստացվում է, որ ինչ որ X պահից սկսած 171 երկիր տեղեկությունների փոխանակումը անում է ունիվերսալ մոտեցումների հիման վրա։ Այսինքն մենք բոլորս նույն էջի վրա ենք լինում։ Մի քիչ մի բան կուզենայի ասել, այս ստանդարտների հետ կապված տեղեկությունների փոխանակումը որպես կանոն 3 մասի է բաժանվում, դա ըստ հարցմանն է, այսինքն երբ որ ինչ որ երկրի հարկային մարմին, հարկային հսկողության շրջանակներում կարիք է ունենում մեր մյուս երկրի հարկային մարմնից ճշտել տվյալ հարկ վճարողի հետ կապված որոշակի տվյալներ։ Դրանք կարող են լինել բանկային գաղտնիք հանդիսացող, հարկային գաղտնիք հանդիսացող տվյալներ, դրանք կարող են լինել օրինակ պետական կադաստրներում պահպանվող տեղեկություններ, այսինքն այդ տեղեկությունները
լինում են ըստ հարցման, այսինքն ավտոմատ, որից է տեղեկություն չի փոխանակվում։ Հաջորդը դա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ տեղեկությունների փոխանակման ստանդարտն է։ Երրորդը սպոնտանն է, այսինքն որ դու ինչ որ ռիսկեր ես գնահատել քո երկրում, որը կապված է այլ երկրի հարկ վճարողի հետ, դու տվյալ երկրի հարկային մարմնին տեղեկացնում ես, որ ես այսպիսի ռիսկեր եմ նկատում, ոնց որ լրացուցիչ ինֆորմացիա ես դու տալիս տվյալ երկրի հարկային մարմնին, եւ հետաքրքիր մի բան էլ 27 թվականից էլ արդեն կլինի կրիպտոակտիվների հետ կապված գործարքների հետ տեղեկությունների փոխանակում, ըստ էության սա նույն ֆինհաշիվների նման ավտոմատ տեղեկությունների փոխանակում կլինի, բայց տեսակով 4-րդն ու մի հատ շատ կարևոր հանգաման կա, որի վրա որ ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, դա անձնական տվյալների պաշտպանությունն ու ընդհանրապես անվտանգության կանոնակարգերն են, որ հարկային մարմինները պարտավոր են պահպանել։ Այսինքն այս օրակարգում ամենակարևորը այս տվյալների պաշտպանությունն է։ Մենք շուրջ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 4 տարի անցել է այս ընթացակարգը, որը կոչվում է Information Security Management, այսինքն այս ինֆորմացիայի անվտանգության կառավարման համակարգը պետք է քո հարկային մարմնում լինի։ Ու իրենք շուրջ 3 անգամ փորձագետները եկել են ՏՀԶԿ, փորձագետները եկել են տեղում գնահատել են, թե մենք ինչ խնդիրներ ունենք, եւ պատկերացեք մոտավորապես 60 իրավական ակտ ենք մենք փոխել ՊԵԿ-ում, որպեսզի մեր իրավական ակտերը համապատասխանեն այդ անվտանգության կանոններին։ Այսինքն, երբ որ մենք ունենք աշխատակիցներ, որոնք որ համապատասխան ստորաբաժանումում են աշխատում, որոնք որ գործ ունեն այս անձնական տվյալների հետ, նրանք հատուկ վերապատրաստումներ են ասում, հատուկ հիմա էլ արդեն մտածում ենք հատուկ լիցենզիաներ ձեռք բերել, թե ինչպես պետք է աշխատել անձնական տվյալների պաշտպանության հետ։ Ուզում եմ ասեմ, որ մեր օրակարգում էլ ինքը ամենաբարձր տեղում է գտնվում, հաշվի առնելով, որ արդեն այս ֆինհաշիվների հետ կապված մեծ տեղեկատվական հոսքեր էլ պետք է ստանան։ Ինչ խոսք, չասեմ խնդրահարույց է, բայց պետք է աչալուրջ լինել այս ինֆորմացիոն հոսքերի հետ կապված, որովհետև մի բան է ինֆորմացիան ստանալը, մեկ այլ եւ շատ այլ բարդ բան է ճիշտ ինֆորմացիան տեղայնացնելը եւ օգտագործելը։ Ասեմ ավելին, որ ինֆորմացիայի տեսակներ կան, որոնք զուտ ռիսկերի վերլուծության համար են, դուք չեք կարող իրան օգտագործել հարկային հսկողության մեջ։ Այսինքն այս ամբողջ կանոնակարգերը պաշտպանված են ու եթե դու չես համապատասխանում այս պայմաններին, որին մենք եղել է պահ, որին չենք համապատասխանել եւ աշխատել ենք, որ համապատասխանենք, այս պահին մենք համապատասխանում ենք եւ ՊԵԿ անվտանգության համակարգերը 171 երկրների մեջ համարվում են լավագույններից մեկը։ Ձեր նշածը համընկնում է մեր մասնագիտության հետ լրագրողների, որ մենք էլ ենք ստանում ահռելի ծավալով ինֆորմացիա ու դրա հետ աշխատելու արդեն պիտի գտնենք հմտությունները եւ ձևերը, թե դրանք ոնց պիտի ուղղորդենք։ Այս ամենը ձեր նշած արդեն ինքը նպաստում է հարկային արդեն մուտքերի ավելացմանը, կարելի ասել, մարդիկ ովքեր այլ երկրներում են կամ հարկ վճարողը, որ այլ երկրում է, ինչ որ տարբեր ձևով կարող են լինել չարաշահումներ կամ նմանատիպ այլ բաներ, որոնք չերևան, այս համակարգի միջոցով ավելի թափանցիկ ու ավելի շատ եկամուտներ են լինում մեր բյուջե, կարելի ասել։ Ինչպես անել, որ այս համակարգը ոչ թե դիտվի ավելի շատ պատժի մեխանիզմ, այլ դիտվի ավելի լավ ու ավելի դրական, որովհետև երբ որ հարկ վճարողը չի վճարում հարկերը, ինքնին իր չվճարած հարկը մի օր շղթայի միջոցով վատ ձևով անդրադառնում է իրեն, որովհետև ինքը չի կարողանում, եթե բիզնեսը զարգացնել իր բիզնեսը, եթե այլ հարկ վճարող է, միևնույնն է չի հասցնելու զարգանալ։ Ինչպես անել, որ այդ կարծրատիպը կոտրել, որ հարկային մարմինը պատժի տեսակ չէ կամ պատժամիջոց չէ։ Շատ լավ հարցեր, ես կարծում եմ, որ մենք իրոք աշխատանքներ հարկային մարմինը մենք
պետք է աշխատենք, որ պատժիչ մարմնի համբավից անցնենք սպասարկող մարմնի համբավին։ Իրականում ես կարծում եմ, որ հարկային մարմինը ավելի շատ սպասարկման գործառույթ պետք է իրականացնի, եւ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Դուք ճիշտ նկատեցիք, այս պահին տեղեկությունների փոխանակումը մենք տեղեկությունների փոխանակման գործիքները սկսել ենք ավելի ինտենսիվ օգտագործել, ինչը գիտեք, ավելի կարգապահական է դարձել, քանի որ հարկ վճարողը արդեն գիտի, որ տվյալ երկրի հարկային մարմնի հետ մենք ունենք այդ իրավական հիմքը տեղեկություն ստանալու, եւ շատ հարկ վճարողներ արդեն ձեռնպահ են մնում նմանատիպ սխեմաներ օգտագործելիս, այսինքն հիմա այն երկրները, իսկ այդ երկրները մոտավորապես 141 երկիր է, որի հետ մենք ունենք իրավական հիմք տեղեկությունների փոխանակում իրականացնելու համար, այդ երկրների հետ հարկ վճարողները արդեն գործարքներ անելիս հաշվեն առնում են հանգամանքը, որ հարկային մարմինը կարող է այդ տեղեկությունները այնտեղից ստանալ, այսինքն հիմա ավելի շատ ոնց որ այս տեղեկությունների փոխանակումը ավելի շատ կարգապահությունը բարձրացնող գործիք է, քան պատժիչ։ Ինչ խոսք մենք դեպքեր ունենք, որ տեղեկությունների փոխանակման արդյունքում մեծ գումարներ են հավաքագրվել պետական բյուջե, սխալ ինֆորմացիա տրամադրելու, կեղծ փաստաթղթեր տրամադրելու, առհասարակ տվյալ գործընկեր չունենալու հանգամանքով պայմանավորված, որտեղ մենք թղթեր ունենք, հաշվարկային փաստաթղթեր, որ այսինչ երկրում գրանցված, այսինչ կազմակերպության հետ գործարք է տեղի ունեցել շատ մեծ ծավալների, բայց բանից պարզվել է տեղեկությունների փոխանակման արդյունքում, որ նմանատիպ կազմակերպություն պարզապես այդ երկրում գրանցված չէ։ Այսինքն այս տիպի դեպքեր ենք էլի ունենում, բայց ես ուզում եմ ի ուրախությունից ես ուզում եմ ասել, որ այս պահին երևի տեղեկությունների փոխանակումը ինքը ավելի շատ կարգապահություն բարձրացնող գործիք է ու անունն էլ թափանցիկություն եւ այլն, իսկ թափանցիկությունը արդեն իսկ կարգապահության հետ ուղղակի կապ ունի։ Այո, ֆորումը մենք երբ որ դիտարկում ենք ֆորումի հիմնական գաղափարը, որ տվյալներ պիտի փոխանցվեն հարկային մարմինների արդեն շրջանակներում եւ իրենց միջև, դա խոսում է նրա մասին, որ արդեն ավելի բարձր մակարդակում երկրները իրարից թաքցնելու բան չունեն, տնտեսական ավելի լայն ու թափանցիկ հարաբերությունները երկու կողմերին, եթե երկու երկրներ են իրար հետ շփվում, երկուսին էլ ձեռնտու է, որ մեկը մյուսից տնտեսական առումով հարկային ոչ մի բան չունենա թաքցնելու։ Ես ուզում եմ խոսենք ֆորումի տեղեկատվության այդ առարկայնացման մասին, առհասարակ որ տեղեկությունը Հայաստանի Հանրապետությունը մեր պետական մարմինը, պետական եկամուտների կոմիտեն, որ կիսում է ինչ առհասարակ նախապայմաններ կան տեղեկությունը կիսելու թե ոչ։ Շատ հարցեր, տեսեք, ցանկացած տեղեկատվություն դուք չեք փոխանակում։ Այսինքն, երբ որ այլ երկրի հարկային մարմին դիմում է ինչ որ ինֆորմացիա ստանալու նպատակով, գոյություն ունի ձևաչափ, եւ այս 171 երկրները այդ ձևաչափի շրջանակներում են իրար հետ փոխանակում։ Այսինքն դու պետք է ունենաս իրավական հիմք, որը որ երկու կրկնակի բացառող համաձայնագիրն է կամ բազմակողմ կոնվենցիա, որի անդամ ես դու։ Այսինքն եթե իրավական հիմքը պետք է պարտադիր տեղում լինի, որ դու կարողանաս տվյալ երկրի հետ փոխանակես։ Այսինքն հիմա օրինակ Սուդանի հետ մենք չենք կարող տեղեկություն փոխանակել, որտեղ իրավական որևիցե հիմք չունենք այդ տեղեկատվությունը փոխանակելու համար։ Առաջինը, որ ստուգում ենք, դա տեղեկությունների փոխանակումն է, եւ երկրորդը լինում է նկարագրություն հատված կա այդ ձևաչափի մեջ, այդ նկարագրությունը նկարագրում է տվյալ հարկային մարմինը, թե այդ տեղեկատվությունը իրան ինչի համար է պետք։ Եթե դու տեսնում ես, որ այդ տեղեկատվությունը, որը ինքը հայցում է, այդքան էլ կապ չունի իր նկարագրած գործի հետ, եւ դու հասկանում ես, որ իր այդ նկարագրած գործի հետ կապված ինքը իր ներքին ռեսուրսները կարող է սպառել, այսինքն դու տեղեկությունների փոխանակում անում ես, երբ որ քո ներքին ռեսուրսները արդեն սպառել ես, մենք կարող ենք գրել, որ ներողություն ենք խնդրում, բայց ձեր ինֆորմացիան, հայցվող ինֆորմացիա մենք չենք կարող տրամադրել, որովհետև չկա իրավական հիմք, որովհետև մենք կարծում ենք, որ հայցվող ինֆորմացիան չի համապատասխանում եւ այլն, այսինքն պարտադիր չի, եթե քեզնից ուզել էր այդ ինֆորմացիան, դու դա տրամադրես, բացարձակ դա այդպես չի, էլի։ Այսինքն դա մեր ներպետական օրենսդրության այն հատվածին չի համապատասխանում, երբ որ անձը կազմակերպությունը կարող է դիմել ինչ-որ մի պետական գերատեսչության, խնդրել տեղեկատվություն եւ նաեւ 5-օրյա աշխատանքային սահմանով պարտավորել տալ միջազգային պայմանագրով նախատեսված, այսինքն մեր
պետական եկամուտների կոմիտեն ունի նաև հերկման եւ մերժման իրավունք։ Այո, դեպքեր կարող են լինել, որ ինֆորմացիան չես տալիս, եթե դա պետական գաղտնիքային չոր այնպիսի զգայուն ինֆորմացիա է, որը հնարավոր չի տրամադրել, այսինքն պարտադիր չի, երբ որ այդ տեղեկատվությունը մեզնից ուզել են, մենք պարտավոր ենք դա տալ, այսինքն դրա համար պետք է լինեն հստակ մեխանիզմներ ու կատեգորիաներ, հստակ հիմքեր, մենք համաձայնագրերում դա ասում ենք forcibly relevant, կամ ասենք ենթադրելիորեն վերաբերելի, մի քիչ հայերեն sense բան հնչում, այսինքն պետք է այդ ինֆորմացիան պետք լինի հարկային մարմնին տվյալ գործի շրջանակներում, այսինքն մենք ուղղակի ինֆորմացիա չենք տրամադրում, տրամադրվելիք ինֆորմացիան պետք է կապ ունենա ստուգման հետ, այսինքն այդ կապը պարտավոր է այլ երկրի հարկային մարմինը ցույց տա, նույն ձև մենք ենք դա կատարում։ Եթե այս ամենը մի պահ տեղայնացնենք մեր հանրապետության օրինակով, այս հարկային հարաբերությունների շրջանակներում ներկապահին քաղաքացիներն են հարաբերվում մեր եկամուտների կոմիտեի հետ, իրենք հայտարարագրում են իրենց եկամուտները, ստացված աշխատավարձերից եկամուտների եւ այլն այս ամեն ինչը մարդկանց մոտ շատ ժամանակ հարցեր են առաջանում, ինչի պիտի պետական եկամուտների կոմիտեն տեսնի իմ հաշիվների շարժերը եւ այլն, բայց երևի դա էլ արդեն այս շրջանակում թափանցիկության մաս կազմում։ Ստակ մի հատ շատ նուրբ սահման կա, երբ որ բոլորս հասկանում ենք, երբ որ մարդկանց մոտ, հատկապես ֆիզիկական անձանց մոտ հարց է առաջանում, անհանգստություն է առաջանում, որ ինչի պետք է իմ բանկային քաղվածքը ինչ որ մեկին հասանելի լինի։ Այստեղ շատ կարևոր բան կա, որ հարկային մարմինը պարտավոր է անել եւ կարծում եմ մենք անում ենք դա։ Այդ ինֆորմացիան որ դեպքում է պետք կիրառել, այսինքն հարկային հսկողությունը որ դեպքում է պետք կիրառել, այսինքն մեր ռիսկերի համակարգը որ դեպքում կգան կհասնեն նրան, որ այո Ավետիսյան Նայրուհու բանկային շարժը պետք է ստուգել կամ չստուգել, այսինքն ստեղ պետք է իրոք մենք ունենանք շատ թիրախավորված հասցեական այդ ինֆորմացիան վերլուծելու համակարգեր։ Ուզում եմ ասել, որ այդ ինֆորմացիան երբ որ գալիս է, նմանատիպ մենք շատ հարկ վճարողների ինֆորմացիա ենք ստանում, բայց հարկային հսկողություն իրականացվում է դրանց միգուցե ասենք 10%-ի նկատմամբ, այսինքն մենք այդ ինֆորմացիան, որ մենք ստանում ենք, նեն չի որ ամբողջը օգտագործվում է, էլի, այսինքն մենք պետական եկամուտների կոմիտեն նախ ենթադրում եմ չունի այնքան աշխատակից երևի այնքան ռեսուրս, որ հատիկ բոլոր քաղաքացիների քաղաքացիները ստուգելով կա։ Դա պետք է ինչ որ ռիսկ լինի, որ կամ որևիցե հարկային հսկողություն իրականացվի, որպեսզի այդ ինֆորմացիան սկսվի վերլուծվել եւ տեղայնացվել, այսինքն այդ ամբողջ ինֆորմացիան հնարավոր չի վերլուծել, այսինքն ինֆորմացիան կարող է ռիսկերի չափանիշների, ընդ որում դա ռիսկերի չափանիշների հիման վրա է, որոնք ավտոմատ են, ասեմ ավելի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների երևի 1%-ն էլ չի տիրապետում նույնիսկ այդ ռիսկի չափանիշներն, այսինքն դրան գաղտնի ռիսկի չափանիշներ են, իսկ ինչ վերաբերվում է առհասարակ այդ ինֆորմացիային հասանելիությանը, միգուցե 10-15 աշխատակից կարող է այդ ինֆորմացիան տեսնել ու աշխատացնել այդ ռիսկի չափանիշները, այսինքն դրանք խիստ պաշտպանվող ինֆորմացիա են, հետևաբար այդ խնդիրներն ու այդ անհանգստությունները ոչինչ այս կյանքում պետք չի բացառել, բայց հնարավորինս պետք է բացառել, որ դրանք կարող են անտեղի օգտագործվել։ Ես ենթադրում եմ նաև ձեր նշած աշխատակիցները ունեն գաղտնիության ռեժիմ, որտեղ նաև սահմանվում է, որ իրենք իրենց աշխատավայրից դուրս, այդ պլատֆորմից արդեն դուրս սահմաններից, իրենք տվյալների արտահոսք չեն կարող անել, դա քրեորեն պատժելի արարք է եւ այլն, բոլորս գիտենք, թե բոլորը տեղեկացված են, այո, քրեական օրենսգրքով դա պատժելի հանցանք է համարվում, ընդհանուր միջև եթե չեմ սխալվում, նույնիսկ ազատազրկում դատապարտում, բոլորը դրան տեղյակ են, մենք ունենք ներքին անվտանգության վարչություն, որի աշխատակիցները, այսպես կարելի ասել, on-line ռեժիմով իրանք վերահսկում են, թե ովքեր որտեղ ինչ ինֆորմացիայից են օգտվում եւ այլն եւ վերջին հաշվով երբ որ նոր աշխատակից ենք ընդունում, աշխատակիցը կախված իր պաշտոնի անձնագրով իրեն վերապահված գործառույթներից իրան տալիս են հատուկ մուտքի իրավասություններ, թե որ տեղեկատվական բազաներին մարդիկ կարող են
այդ մուտքերը ունենալ, այսինքն աշխատակիցների մեծ մասը նույնիսկ այդ ինֆորմացիային չի կարա մոտիկանա, այսպես ասենք, էլի, այսինքն դրանք հնարավորինս ու լավագույնս վերահսկվում են։ Ես ուզում եմ մեր հաղորդման վերջում անդրադառնանք հենց հիմնականում հայտարարագրման համակարգին, այս ինստիտուտի կայացմանը, ինքը քանի որ ինստիտուտ է դառնում ավելի շատ մեր երկրում, նպատակը ուզում եմ բացատրենք մեր ռադիոլսողներին, ինչու է կայանում, որ բոլորը անխտիր պիտի հայտարարագրեն ու այստեղ լավ ու վատ կողմերը նշենք։ Եկամուտների հայտարարման համակարգը թերևս ամենալավը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որը եւ ծախսերի հայտարարում ունի, եւ ինչ որ 1936 թվականին որոշվել է, որ հարկային գործակալի ինստիտուտը Ամերիկայում, այսպես ասած, ուժի մեջ գործադրեն, ոչ թե այս համատեղած հայտարարումը, մի քանի տարի հետո հրաժարվել են այդ համակարգից հենց քաղաքացիները, որովհետև ասել են, որ ոտնահարվում է մեր սահմանադրական իրավունքը, մենք պետք է ինքնուրույն մեր հարկերը այսպես ասած մենք պետք է տեսնենք մեր եկամուտները ու դրանից հաշվարկվող հարկերը, այսինքն սա մենք ուզում ենք, որ հենց մենք պետք է այդ հայտարարագիրը ներկայացնենք։ Ցավոք մեր երկրում դա այդքան էլ այդպես չի, ի նկատի ունեմ հասարակության արձագանքը այդքան էլ այդպես չէր, բայց ես կարծում եմ, որ հայտարարման համակարգը ինքը իրապես լավ գործիք է, ոչ թե հարկային վարչարություն իրականացնելու համար, չէ, դրա մասին չէ, այլ եկամուտների հաշվառման համար, որտեղ ի վերջո հարկային մարմինը այն ինֆորմացիան, որ ուզում է ստանալ իր հարկային հսկողության շրջանակներում, այդ ինֆորմացիան ինչ որ մի ձև հարկային մարմնին միշտ հասանելի է լինում։ Այսինքն այն շահարկումները, որ մենք այս ինֆորմացիան ուզում ենք, որպեսզի այնպես, ոչ, այդ ինֆորմացիան ամեն դեպքում մեզ դառնում է հասանելի, այսինքն բնականաբար հարկային մարմինը կարող է դիմել բանկին ոչ թե անուն ստանալ, այլ ստանալ մարդկանց վճարած հարկերը։ Ինչ որ մի թիվ, որից կարող է հաշվարկներ անել։ Այս դեպքում ավելի հասցեական է լինում եւ ավելի կառավարելի ամեն ինչ։ Ես ուզում եմ ասեմ, օրինակ, եթե էլի մենք ինձ վրա օրինակը բերենք, ենթադրենք մինչ հայտարարումն էլ, եթե ստացվեր, որ Ավետիսյան Նայրու հետ կապված ինչ որ ռիսկեր հայտնաբերվեցին ու պետք էր իմ բանկային քաղվածքը եւ այլն, հարկային մարմինը ունի իր լծակները այդ քաղվածքը ստանալու։ Ի նկատի ունեմ, սա նենց չէր էլի, որ հարկային մարմինը մի անգամից ինչ որ ինֆորմացիա գալիս, ինչ որ sense այս աժոտաժը որ ստեղծվել է եւ այլն, ոչ, բնավ այդպես չէ, սա ուղղակի ինքը հստակ պատկերացում է տալիս հարկվող եւ չհարկվող եկամուտների վերաբերյալ, ընդ որում սա այդքան հարկային մարմնին չի պետք, ինչքան պետության մակարդակով, որպեսզի այդ եկամուտների հաշվառումը իրապես ճիշտ իրականացվի։ Իհարկե ժամանակ է պետք, որ հայտարարման համակարգներ կդառնան սովորական ինչ որ մի գործիք եւ երբ որ արդեն հարկային մարմինն էլ ճիշտ վարչարություն կիրականացնի, որում ես վստահ եմ, արդեն այս շահարկումները, անհանգստությունները կարծում եմ բոլորը հոդս կցնդեն։ Շնորհակալ եմ շատ։ Մենք բավականին լավ թեմա քննարկեցինք, հուսով եմ տերմինախեղդ չարեցինք մեր ռադիոլսողներին։ Մենք փորձագիտական գնահատման գործընթացել ենք անցել այս ստանդարտների հետ կապված եւ ի ուրախություն մեզ մեր երկրի վարկանիշը եղել է մեծ մասամբ համապատասխանում է։ Սա նշանակում է, որ տեղեկությունների փոխանակման եւ թափանցիկության միջազգային կանոնները Հայաստանի Հանրապետությունում գործարկված են եւ կարող ենք փաստել, որ դրանք գրեթե լավագույնս համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Մենք 2 տարի ժամանակ ունենք այդ առաջարկությունները, այսինքն լավարկումներ անել մեր օրենսդրության մեջ, որպեսզի 2 տարի հետո ես վստահ եմ, որ ամբողջությամբ մենք համապատասխանենք այդ միջազգային ստանդարտներին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Չասեմ 2 տարի հետո կհանդիպենք շատ շուտով, էլի հետաքրքիր թեմա քննարկելու, որովհետև հարկային ոլորտում միշտ քննարկումներ կան։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք գործարար ալիքը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Պետական եկամուտների կոմիտեի միջազգային հարկման վարչության պետ Նայդուհի Ավետիսյանը։ Կհանդիպենք։